առաջին ունենք ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքը։ Լավ է կար, այդ օրենքով ձեր սաղ թալանած հետ կբերենք, ապրեք որ ընդունել եք այդ օրենքը։ Շատ լավ է կար։ Այդ օրենքի շրջանակն է պետքա թալանածը այնպես հետ բերես, որ հետո այդ հետ բերելու process-ը ինքնին չդառնա ապօրինի։ Շատ լավ։ Հիմա մենք պետքա դա անենք օրենքով։ Արդարության հաստատման ճանապարհը պետքա արդար լինի, ոչ թե անարդար։ Եղավ, արդար կանենք, չես դժգոհի, ժամանակ կգա։ Դա շատ կարևոր սկզբունքային հարց է։ Հիմա միջև այս պահը ապօրինի գույքի բռնագազման օրենքով ավելի քան 500 միլիոն դոլարի գույք ունեցվածք վերադարձել է պետական կամ համայնքային բյուջե։ Այս պահի դրությամբ դատախազության կողմից դատարաններում ընդհանուր հայցագինը, որը կազմում է մոտավորապես 1.5 միլիարդ դոլար, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անդամներից պահանջվողը։ Բայց դրա մեջ հենց իրանց հետ չկա, պատկերացնես Պետրոս, որ արդեն որ գանք հասնենք ձեր սաղի ունեցածին, ինչ թվերի մասին ալելու խոսքը, ու շատ արագ կլինի դա։ Շարունակի։ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան, Ալեն Սիմոնյան, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան